Սամվել Կարապետյանն իր առանձնատանը տնային կալանքի պայմաններում լրագրողներին պատմում է, թե ինչ գիտի Նիկոլ Փաշինյանի մասին, ինչ է մտածում Հայաստանի արտաքին քաղաքականության շուրջ և ինչպես է իր առաջնորդած ուժը պատրաստվում հաղթել ընտրություններին։ Բարեգուժեղ լրագրողներին։ Երևանում օրերս կայացած միջազգային խոշոր իրադարձություններից մեկ օր անց ու նախընտրական քարոզարշավի մեկնարկից մեկ օր առաջ Կարապետյանը պնդեց, ընտրությունից հետո ինքն է լինելու վարչապետ։ Կարապետյանին հիշեցրին տևական ժամանակ իրավապահներն իրենց ուժի ներկայացուցիչների մասնակցությամբ ենթադրյալ ընտրակաշառքի մասին ձայնագրություններ են հրապարակում։ Կան բազմաթիվ ձերբակալվածներ ու կալանքի տակ գտնվողներ։ Ուժեղ Հայաստանի առաջնորդը սկզբում ասաց տեղյակ չէ, հետո արձագանքեց. մարդիկ բարեկամական զրույցներ են ունեցել։ Մենք որպես առաջատար ուժ կաշառք տալու կարիք չունենք։ Մարդիկ ընդհանրապես Հայաստանում ներկա ռեպրեսիաների պայմաններում իրար հետ բարեկամական զրույց ունենալը դարձել է հանցագործություն։ Հերթն այսպես ասած գաղտնիքներ բացահայտելուն էր։ Ձեզ ուզում եմ գաղտնիք բացել, որ դուք շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին։ Վարչապետը անցյալ տարի երբ գնացել էր Չինաստան, դուք գիտեք, այնտեղ կան ռեստորաններ, հատուկ սնկերի ռեստորաններ, որոնք մարդկանց մոտ գալյուցինացիա են առաջացնում։ Ինքը այնտեղ փորձել էր, դուրը եկել էր և իմ ինֆորմացիայով մոտարապես 1 տոննա հետը առել բերել է Հայաստան։ Դատի եմ տալու։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց դատի կտա իր խոսքով կալուգացի օլիգարխին այս հայտարարության համար։ Լրագրողների դիտարկմանը, որ հանրությունն իր ղեկավարած ուժեղ Հայաստանը համարում է պրոռուսական ուժ, նա ասաց երբևէ չի այցելել Կրեմլ, չունի նկար Պուտինի հետ, փոխարենը հպարտացավ եվրոպական անձնագրով։ Դուք գիտեք, որ ես նույնիսկ Եվրոմիության անդամ երկրի անձնագիր ունեմ։ Փաշինյանը չունի։ Կարապետյանը չմեկնաբանեց նաև հարցը, թե Պուտին-Փաշինյան վերջին հանդիպան ժամանակ Ռուսաստանի նախագահի անթաքույց աջակցությունը ռուսական անձնագիր ունեցող գործին ինչպես ազդեց իրենց վարկանիշի վրա։ Ես չեմ ուզում մեկնաբանել տարբեր երկրների ղեկավարների խոսակցություններին։ Բոլորը իրենց կարծիքը ունեն, Պուտինը իր կարծիքը հայտնեց, Մակրոնը եկավ Փաշինյանին զասոց դրեց, դրանով իր կարծիքը հայտնեց։ Իրենց ուժն աշխատելու է Եվրոպայի հետ, չի չեղարկելու եվրաինտեգրման գործընթացը, թեև վստահ են Եվրոպան Հայաստանին չի սպասում։ Մենք շարունակելու ենք եկել ապրել Եվրոմիության հետ, ինչքան դա հնարավոր է։ Հաղթելու դեպքում էլ պատրաստվում են խորացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Կարապետյանը պնդեց, Հայաստանն այսօր ապրում ու զարգանում է հիմնականում Ռուսաստանից փոխանցումների հաշվին, իսկ Փաշինյանի վարած քաղաքականությունը շանտաժ որակեց դաշնակցի հանդեպ։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, Հայաստանը չունի ռազմաքաղաքական այլ կառույց, պնդեց Կարապետյանը։ Ռուսաստանի իշխանություններին անտեղի քննադատելու հարցում ես ոչ թե կաշկանդված եմ, ես բարոյական իրավունք չունեմ։ Չէ, դե որ ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարում, դա անտեղի քննադատություն է։ Եթե ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարում, ինչ անեմ, քֆուր մի հատ տամ ՀԱՊԿ-ին, դուրդ կգա, որ կզգաս ես կաշկանդված եմ։ Իհարկե ես հարցեր ունեմ ՀԱՊԿ-ին։ Ինչ եք ուզում ասեմ։ Մենք չունենք երկրորդ ռազմական համագործակցության կառույցը։ Ոչ մեկ այսօր մեր հետ չի ստորագրի, բայց մենք չենք կարող լինելով փոքր երկիր գոնե չունենանք ինչ-որ մեկ պետության, դե Փաշինյանը թող երեք Մակրոնի հետ ստորագրեր ռազմատնտեսական փոխօգնության պայմանագիր, ոչ թե երկեր-պարեր բեմերի վրա։ Հայաստանն ու Ֆրանսիան ի դեպ ռազմավարական գործընկերության հաստատման մասին փաստաթուղթը ստորագրեցին օրերս Էմանուել Մակրոնի պետական այցի ընթացքում։ Հռչակագրի համաձայն կողմերը նախատեսում են գործակցությունը խորացնել, այդ թվում անվտանգության և պաշտպանության ոլորտներում։ Վոլոդիա Մուշեղյան, լուրեր։